Իհարկե, տեսանյութում եթերը ավարտվեց, բայց ուղիղ ընթացքը մեզ շարունակվում է, մենք եթերում ենք սիրելիներս եւ շարունակում ենք բացահայտումներով, ինչը միանշանակ մեծ հետաքրքրություն է տալիս թե մեզ, թե հեռուստադիտողին։ Թանգարանային բացահայտումների մասին ենք խոսելու ազգային պատկերասրահում։ Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է բացահայտել թանգարանային ետնաբեմը, այս անգամ բացահայտելով գիտահետազոտական գործունեությունը եւ առաջին անգամ դարձնելով այն ցուցադրության, ցուցահանդեսի կոնցեպտի հիմնական առարկա։ Այս ամենի մասին առավել մանրամասն խոսելու ենք մեր հյուրի հետ։ Տաղավարում է Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը։ Ողջույն։ Ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Սիրով։ Եվ թանգարանի մասին, տարբեր ցուցադրությունների մասին մենք հասցրել ենք պատմել, բայց արի ուտես, որ դեռ բացահայտումների տեղ տալիս է թանգարանը, որտեղից եղավ այս ցուցադրության գաղափարը։ Գիտեք, թանգարանը շատ բազմապրոֆիլ կառույց է եւ մեր աշխատանքային գործընթացի ընթացքում ամենակարևոր գործընթացներից մեկը դա հետազոտական աշխատանքն է, այսինքն այդ առարկաների խնամքը, ուսումնասիրությունը, հրատարակությունը եւ սովորաբար այդ աշխատանքը մնում է անտեսանելի հանրության ուշադրությունից դուրս։ Հա մտածում ենք, որ կան ինչ-որ արվեստագետներ, իրենց գործեր, ամեն ինչ պարզ է, թանգարանը դրանք հավաքում է եւ ցուցադրում է, իրականում այդպես չի, որովհետեւ թանգարանը, մասնավորապես ազգային պատկերասրահը, դա ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող կառույց է եւ այդ տարիների ընթացքում այնտեղ կուտակվել են շուրջ 45000 աշխատանք։ Դա միայն մեր հավաքածուն է, չասեմ դեռ արխիվային նյութերի մասին, որտեղ կան նույնպես հազարավոր աշխատանքներ դեռ հետազոտության կարոտ, եւ վերջին 2 տարում մենք շատ ակտիվ իհարկե ցուցահանդեսային գրաֆիկ ունենք եւ նոր արվեստագետներ, նոր աշխատանքներ են փորձում բերել եւ ներկայացնել հանրությանը եւ այդ աշխատանքների ընթացքում բացահայտվում են, տեղի են ունենում նոր բացահայտումներ, ասեմ ինչի մասին է խոսքը, դրանք շատ տարբեր բնույթի են, սկսած օրինակ Մարտիրոսյանի նորահայտ աշխատանքից, որը բացահայտվեց մեկ այլ աշխատանքի ետևից, ժամանակին Սարյանը այդ գործը ոչնչացրել էր եւ ուղղակի օգտագործել էր որպես հենքի նյութ, հա, եւ փակցրել էր այդ ավելի ուշ արված աշխատանքի ետևում եւ վերականգնման ընթացքում ուղղակի պատահաբար բացահայտվեց այդ աշխատանքը եւ կային աշխատանքներ, որոնք այս կամ այն պատճառով տարիների ընթացքում սխալ են գրանցվել կամ գիտեք երբ որ չկա համապատասխան տեղեկություն, այսինքն մենք այսօր ապրում ենք ինտերնետի դարաշրջանում եւ պարզ է որ թվում է թե տեղեկությունները ամենահաս են, իսկ 60-ականներին, 50-ականներին թանգարանի մասնագետները շատ հաճախ չգիտեին, օրինակ հատկապես ոչ հայ արվեստագետների աշխատանքների մասին եւ որոշեցինք վերանայել այն գործերը, որոնք կամ վերագրված են անհայտ նկարիչներ, կամ սխալ վերագրումներ ունեին եւ այսպիսով շուրջ 35 աշխատանք հավաքվեց միայն վերջին 1-2 տարվա ընթացքում եւ որոշեցինք, որ սա շատ հետաքրքիր նյութ է ցուցահանդեսի համար, կարծում եմ հանրությանը հետաքրքիր է նաև հասկանալ, թե ինչպես են աշխատանքները, արվեստի գործերը որոշարկվում եւ ներկայացվում հանրությանը։ Բայց պետք է ասել, որ բացահայտված նյութը կարող ենք համարել մի ամբողջական կտավ։ Եթե խոսքը գնում է կոնկրետ Սարյանի գործի մասին, ոչ, դա ընդհանրապես ոչնչացված աշխատանքի մասնիկ է եւ հնարավոր է, ես բացարձակ չեմ բացառում, որ այլ աշխատանքների ետևից նույնպես դուրս գան օրինակ տվյալ աշխատանքի այլ հատվածներ, դա իրականում այդքան անսովոր պրակտիկա չի արվեստագետների մոտ, արվեստագետները շատ հաճախ են ոչնչացնում իրենց աշխատանքները այս կամ այն պատճառով եւ միանշանակ հնարավոր է, որ Սարյանի պարագայում հատկապես նոր գործեր ի հայտ գան։ Գիտենք օրինակ, որ 1910 թվականին, երբ որ այս նոր հայտնաբերված նատյուրմորտը արվել էր, նա ոչնչացրել է առնվազն 5 աշխատանք, ուստի դրանց
մասնիկները կարող են մի օր դուրս գան այլ տեղերից։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ նմուշները շատ են, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող մարդկանց համար կան հրաշալի առիթներ եւ ժամանակը չի հերիքի անգամ, որ այդ նմուշները բոլորը բացահայտվեն եւ այլն։ Բայց մի փոքր սկիզբ գնալով հետաքրքիր է ինչ հնարավորություններ այսօր ընձեռնվում գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող մարդկանց համար եւ որքանով է ոլորտը բարելավում բոլոր իմաստներով։ Սա ուղղություն է, որով մենք շատ ցենց ասեմ ակտիվ ենք այդ ուղղությամբ շարժվում, այսինքն մենք հասկանում ենք, որ թանգարանը դա զուտ գանձարան չի, այսինքն դա առաջին հերթին հետազոտական ինստիտուտ է, այո, ինստիտուտ է, որտեղ ձևավորվում է հայ արվեստի դասական, արդի ժամանակակից արվեստի պատմությունը եւ շատ կարեւոր է, որ այդ հետազոտական աշխատանքները տարվեն ոչ միայն թանգարանի ներսում, այլ ընդհանրապես, այսինքն հնարավորություն ստեղծվի դաշտում աշխատող տարատեսակ հետազոտողների համար օգտվել հավաքածուից, հետազոտել ան եւ իհարկե ես կարող եմ վստահաբար ասել, որ այսօր ազգային պատկերասրահը այդ առումով ամենաբաց հաստատություններից է, որտեվ հաճախ մեզ մոտ կա ինչ-որ թյուր պատկերացում, որ պետք է այդ ամեն ինչը փակ պահել, գաղտնի պահել, չգիտեմ, արխիվները հանկարծ չհրապարակել եւ ուրախ եմ նաև հայտնել, որ մեր համագործակցությունների ընթացքում շուտով ձեռք կբերվի թվայնացման սարք եւ արխիվային նյութը, որը ահռելի է 200,000-ից ավելի արխիվային փաստավավերագրական նյութեր կան, դրանք կթվայնացվեն եւ սովեմ մոտ տարիներին կհայտնվեն առցանց հարթակներում, որպեսզի ավելի հասանելի լինեն ոչ միայն Հայաստանում գործող հետազոտողներին, այլ արտասահմանում։ Որովհետև հենց մեր պատմությունն է այդ արխիվներում մշակույթի լեզվով գրված եւ արդյոք նմանատիպ ցուցադրությունը Ետնաբեմը բացելը հնարավորություն է նաեւ տալիս այն մարդկանց, որոնք մտածում են իրենց կյանքը կապել այս ոլորտի հետ մասնագիտական կողմնորոշման առումով։ Այո, ես կարծում եմ, որ միայն թեկուզ այս ցուցահանդեսի օրինակով մենք ուզում ենք նաև ներգրավել պոտենցիալ նոր կադրեր, իհարկե, որովհետև ցավոք սրտի արվեստաբանությունը, համադրողական պրակտիկաները Հայաստանում դեռևս զարգացման, հանրայնացման կարիք ունեն եւ կարծում եմ այս ցուցահանդեսը նախ եւ առաջ ցույց է տալ, թե ինչքան կլանող եւ գրավիչ աշխատանք է հետազոտական։ Դու բացահայտում ես ամբողջական աշխարհներ, միայն մի աշխատանքը դա պատուհան է մի ամբողջ էպոխայի, մի ամբողջ դարաշրջանի, չխոսանք, որ կոնկրետ արվեստագետների մասին ինչքան բան կարող ես պարզել այդ գործը անելիս, իմ համար դա իմ ամենասիրելի աշխատանքն է եւ կարծում եմ, որ կարող եմ ասել, որ նույնիսկ հենց այս ցուցահանդեսից հետո անմիջապես ստացանք տարբեր երիտասարդներից հայտեր, որ ուզում են գան, մասնակցեն, մասնակից լինեն պատկերասրահի աշխատանքներին, այնպես որ հետաքրքրությունը այս ոլորտի հանդեպ իհարկե աճում է, ինչը ուրախալի է։ Ժամանակահատվածի սահմանափակումներ ունենք կապված այս ցուցահանդեսի հետ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև առնվազն մինչև ապրիլի սկիզբ, իհարկե մենք աշխատում ենք, որպեսզի մեր ցուցահանդեսները բաց լինեն առնվազն 3 ամիս, բայց այս տարի ունենք չափազանց խիտ գրաֆիկ ազգային պատկերասրահում եւ ապրիլին վերջերս ազգային պատկերասրահը Հայաստանի կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ կարողացավ ձեռք բերել Արշիլ Գորկու մի նոր աշխատանք, որի մասին ես համոզված եմ դեռ առիթ կլինի խոսել եւ նախապատրաստում ենք այդ ցուցահանդեսին, որը տեղի կունենա ապրիլին, այնպես որ դեռ մի ամիս կա, կարծում եմ Իսկ նաև հետաքրքիր է վստահ ենք, որ ազգային պատկերասրահը ունի նաև թանգարանային գործունեություն եւ այս ամենը ծավալվում է նաև արտասահմանի հետ կապի միջոցով, ինչ որ մի հետաքրքիր ձևաչափով այս ցուցահանդեսը կարող են տեսնել օտարերկրացի հանրությունը, թե ոչ։ Դրսում, այո։ Մենք այնքան բան ունենք ներկայացնել արտերկրում եւ գիտեք
հենց այս պահին, այսինքն վերջի մի քանի տարիների ընթացքում մենք շատ ծավալուն ծրագիր ենք մշակել հենց այն ցուցահանդեսների, այսինքն այստեղ արդեն խոսքը գնում է մի քիչ ավելի ռազմավարական, հա, ընթացքի մասին, ինչ է պետք ներկայացնել որտեղ, որ համատեքստին համապատասխան եւ դա շատ երկար բանակցությունների արդյունք է, որտեղ չես կարող ուղղակի վերցնել մի բան տանեն, հա, եւ կարող եմ ասել, որ հիմա շատ լուրջ առանջթաց ունենք այդ առումով, որտեղ մեր օրակարգն է եւ կարևորագույն նպատակն է հայկական արվեստը միջազգայնացնելը։ Իսկ դա չի կարող տեղի ունենալ, եթե մենք այն միայն ցուցադրում ենք Հայաստանի սահմաններում եւ ինչպես նաեւ հայկական արվեստը դնել երկխոսության մեջ, թե արտագնաց ցուցահանդեսների միջոցով, թե ներմուծված, հենց ապրիլին ունենք նմանատիպ ցուցահանդես, հայ-գերմանական շատ ծավալուն նոր ցուցահանդես է, որը առնչվում է ժամանակակից արվեստի, դիզայնի եւ տեքստիլի փոխառնչություններին եւ այս նախագծերը լինելու են շարունակական, գնալով աճելու են հոկտեմբերին Լոնդոնի դիմանկարի ազգային պատկերասրահից ենք բերում շատ մեծ եւ կարեւոր ցուցահանդես եւ այս տարի արդեն իսկ հիմա չեմ ուզում բացել բոլոր հարթերը այս տարի նույնպես ունենք ցուցահանդեսներ շատ հետաքրքիր, որոնք կներկայացվեն արտերկրում։ Հրաշալի է, որ այս մասում նույնպես ունենք հաջողություններ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Եվ իհարկե մեր հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ թանգարանները վաղուց դադարել են լինել պահոցներ եւ յուրաքանչյուր հաջորդ այցի ժամանակ ձեզ կզարմացնեն վստահաբար, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահը այն բացառիկ վայրերից է, երբ կարելի է ամեն շաբաթ կիրակի այնտեղ անցկացնել ու մի նոր բան ինքներդ ձեզ համար բացահայտել։ Հետևեք սոցհարթակներում թանգարանի էջին եւ իհարկե Առավոտ լուսոյին, որովհետեւ մենք էլ անդադար պատմում ենք նորությունների մասին։ Սա Առավոտ լուսոն է, մնացեք մեզ հետ, մենք շարժվում ենք առաջ։